Վաղ առավոտյան հարկային մարմինները կապանքել են Տոյոտա ընկերության երևանյան գրասենյակը։ ԱԺ-ում երեկվա Լևոն Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո, հայտնում են Armenia Sputnik-ի աղբյուրները։ Հավելենք, որ Տոյոտա ընկերության բաժնետերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է Սեդրակ Քոչարյանը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Առավոտյան նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե։ Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին, իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի եւ իր նկատմամբ։ Համացանցում տարածվել է Մեսրոպ Մանուկյանի տեսանյութերը, որոնք արվել են Լևոն Քոչարյանի բնակարանից։ Մեսրոպ Մանուկյանը գրում է, որ Լևոն Քոչարյանի բնակարանը ներխուժել ԱԾ աշխատակիցները։ Նշենք, որ բնակարանում այս պահին գտնվում են 3 անչափահաս երեխա, խուզարկությունը բնակարանի շարունակվում է։ Ինչպես նաև խուզարկություններ են անցկացվում Օրանժ Ֆիթնես ակումբում, դիմակավորված աշխատակիցները մարզվողներին մարզասրահից եւ լողավազանից դուրս են բերել։ Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Առավոտ շուտ, ասես դիմակավորված, ուզում հասկանամ, էլի, ներխուժում են պատգամավորի տուն, այն պարագային, որ տունը 3 անչափահաս երեխաներ են։ Զուտ ուզում մարժի համակարգը գնահատել, մնացածին նորից հեսա կանրադառնամ։ Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ասած, այն դասական օրինակներից է քաղաքական հետապնդման պատվեր իջացնելու դատարանների, քննչականների մնացածի վրա։ Եթե երկրի վարչապետը ասում է, այսինչը պետքա նստի, այսինչը պետքա ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չի ժողովուրդ, սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը, այն ամեն ինչին, ինչի համար դուք պայքարել ու եկել եք։ Խոսքը նրա մասին չի, գործընթացներ կարան լինեն, բայց սա այն ոնց էր ասում, այստեղ ժամանակին կար մարդ նստում էր, ասում էր, բայց պոզով պոչով է ալնում, բայց պոզով պոչով է այս պատվերը ալնում։ Ափաշկյարա օրը ցերեկով այս ամեն ինչը արվում է անընդհատ։ Մեկ էլ էս որ բողոք է հնչում դատարաններից, էլի, ես անկեղծ չեմ կարող հասկանամ, ինչից եք դուք դժգոհ, ինչ ուզում եք անում են։ Մի մարդ, որ SMS-ով ԲԴԽ կառույցի ղեկավարը հեռացնում, SMS-ով, ու բոլորը երևի մի քանի դատավոր կա այս երկրում, որ ձեր ուզածը չեն անում։ Մի քանի դատավորի մասին է կարող է խոսքը, ովքեր այդ բանը ունեն, անկախությունը ունեն։ Ու լավ, ինչ է նշանակում, ժողովուրդը մեզնից ուզում է այս, ես հավատում եմ, բայց նաև դա ինչի է այտենց, որովհետև տարիներով այն եղած վատի վրա այնքան մեծ դոզա սուտ եք ավելացրել, բայց ձեզնից էլ պահանջում են, իսկ մեզնից գիտեք ինչ են պահանջում։ Մեզնից ընդհանուր ընդդիմությանը, որ նայեք 500,000-ից ավել ձայն ա տվել։ Մեզ էլ ասում են Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած, այդ պիղծ դավաճանը ինչի է մինչև հիմա կարում լինի այս բան։ Երբ որ դուք կանգնում եք երկրի ամենաբարձր ամբիոնում ու ասում եք դու չես կարա ժառանգես կամ բան, ու զուգահեռ գործ կա դատարանում, սա ուղիղ ճնշում է դատարանի վրա։ Ես իմ ամեն լումայի համար այդ պատասխանը տալու եմ, կամ չեմ տալու, դա դատարանում է, բայց դուք այստեղ դրա մասին խոսալով խախտում եք ամենահիմնարար սկզբունքը, այս ամեն ինչի, ձևախեղում եք ամեն ինչ, ու նաև ձեր մոտ այդ ընտրողաբար մոտեցումը, ձեր մոտ կա էլ նախկին, էլ մարզպետ ներկանում հետ կապված այնքան հոդվածներ եք գրել ժամանակին, բայց հիմա ձեր մոտ են ու իրանց հետ կապված դուք խնդիր չունեք։ Ուրեմն այս ամեն ինչը անձնավորված է, ու եթե իմ սաղ կյանքի իմաստը լներ ինչ որ բան ժառանգելը, ես հիմա այստեղ նստած չէի լինի։ Ես իմ համար հանգիստ ինչ որտեղ կլնեի, ունեցվածքը շուտվանից ծախած, հանգիստ ու այս ամեն ինչից հեռու։ Պարոն Փաշինյան, ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախճեվան։ Նախճեվան գոյություն չունի։ Նախիջևան։ Եվ եթե խոսեք ձեր թիմակիցների հետ, պարոն Գափյանը ձեզ նույնպես կհուշի Նախիջևան, Գարդման, Շիրվան։ Հիմա Նախիջևանով անցնող երկաթուղու մասին։ Ինձ հետաքրքիր է երկաթուղու հետևյալ հատվածը. Դիլուջու, Արալիկ, Իգդիր, Կարս ճանապարհն է երկար, թե Դիլիջու, Սադարակ, Երասխ, Գյումրի,
կարս։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Շատ կարևոր թեմայի անդրադարձակ։ Ես հիշում եմ իմ առաջին, այսպես ասած, ծանր տպավորությունները, երբ իմ մոտ միտք առաջացավ, որ մենք պետական ինստիտուցիոնալ առումով գրագիտության խնդիր ունենք։ Դա մոտավորապես 2007 թվականն էր, երբ որ հիմա ուղղակի ես փաստերը ժամանակ անցել, գուցե շատ ճշգրիտ բան չանեմ, չհիշեմ, խնդրում եմ ես մասով մի քիչ բան եղեք, ներողամիտ եղեք, բայց ընդհանուր գիծը տրամաբանական 100% է։ Երբ որ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը միտեղ խոսելով ասել էր, որ Նախիջևան բառի հենց ծագումը նշանակում է, որ դա հայկական տարածքներ են, որից հետո ես այն ժամանակ շատ սերտ գործակցում էի պատմական գիտությունների դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ ես հիշում եմ, որ ընդ որում այդ ընդդիմություն, իշխանություն, այս բանի բանավեճի հետ էր, եւ հայկական ժամանակ թերթի խմբագիրն էի, եւ ես հիշում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Աշոտ Սարգսյանը, էլի պատմաբան, մի երևի թերթի 2 էջանոց հոդված գրեցին, որի ընթերցումը ինձ համար տենց շատ բան էր, Նախջևան բառի ծագման հետ կապված։ Այդ հոդվածը տպված է, ես ճիշտ ասած հիմա չեմ փնտրել, եւ ինձ համար խնդրեմը գիտեք ինչն է, որ ես հենց էս եմ ասում, որ մենք չի կարելի սենց պետություն ունենալ, հասկանում եք, չի կարելի, որ երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարություն անի մի բանի մասին, որը ավարտական կուրսի ուսանողի համար ակնհայտ պարզ ձևակերպումն է, այսինքն հայկական պատմագիտությունը նույնիսկ չի վիճարկում այդ բառի ծագումնաբանությունը, բայց հայկական մեր քաղաքական նարատիվների համատեքստում իրենց է փոխվել։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, որը ձեզ դուր չի գա։ Մենք մեր պատմության մասին, մեր իրականության մեջ ընդունված է պատմության մասին խոսալ, մեր իրականության մեջ ընդունված չի պատմությունը կարդալ, որովհետև խոսացողների 90%-ը պատմության մասին լսել են հեռուստատեսային քաղաքական հայտարարությունների մասին։ Մեր պատմությունը ընթերցված չի, եւ մեր իրականությունը, մեր պետության հարատեվությունը ապահովելու առաջին քայլը մեր պատմության ընթերցումն է։ Ընդ որում ես էլի ասում եմ, ես նոր պատմության մասին չի խոսքը, ակադեմիական հրատարակություն են գիրքը, որը ես ցույց եմ տվել, որը տպվել է հեղափոխությունից առաջ, այդ պատմության գիրքը պետք է կարդալ, որը ակադեմիական պատմության գիրքն է։ Եվ թույլ տվեք ասել, որ մեր քաղաքականությունները ամբողջությամբ հենված են մեր պատմական դասի վրա։ Ես ձեր երկրորդ հարցին արձագանք։ Ակնհայտ է, որ երկրորդ հարցին չէիք պատասխանի, ասում եք պատմություն կարդալը ընդունված չի, բայց կարծում եմ ընդունված կարգ է, որ վարչապետը կարդա իր կառավարության հեղինակած ծրագիրը, որի 97-րդ էջի վրա ներքևից 6-րդ էջին գրված է, տեղին ներեցեք, երազք Նախիջևան։ Հենց որ ուրիշներին որ խորհուրդ եք տալի կարդալ պատմություն, ես խորհուրդ եմ տալի կարդալ ձեր իսկ գրած ծրագիրը։ Իսկ իրականությունը երկրորդ մասի վերաբերյալ հետևյալում է, ճանապարհը մանավանդ որ կառուցվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, Գիլիջու, Արալիկ, Իգդիր, Կարս, մոտ կրկնակի ավելի կարճ է, մոտ կրկնակի, քան թե Դիլիջու, Սադարակ, Երազք, Ախուրիկ, Կարս, հետվաբար որ ներդրողը, ես կուզեի տեսնեի այդ որ ներդրողն է, որը երկար ճանապարհն է նախընտրում, կարճը թողած, մանավանդ որ շինարար կազմակերպություն երկրները արդեն սկսել են Կարս, Իգդիր, Արալիկ, Դիլիջու ճանապարհի կառուցումը, իսկ փետրվար ամսին Մյունխենում Ալիևը մի անգամից ներողություն եմ խնդրում, մի անգամից sense ոտի վրա կտրեց, որ ինքը երբևէ դիտարկելու է Երազք Սադարակ ճանապարհի կառուցումը։ Շնորհակալություն։